Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյեթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրության։ Ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգընթաց Եվրոպական միությունը շարունակում է էներգակիրներ ներկրել Ռուսաստանից։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպական միություն է արտահանել շուրջ 10.6 միլիարդ եվրոյի գազ, նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը ավելացնելով շուրջ 2%-ով։ Չնայած Եվրոպական միության ղեկավարության հայտարարությանը, թե իրենք ցանկանում են մինչև 2027 թվականը ամբողջությամբ ազատվել ռուսական էներգակիրներից, ըստ էության չի համապատասխանում իրականության ավելին, տարեստարի ծավալները ավելի են շատանում։ Մենք նշեցինք մինչև սեպտեմբեր, բայց ակնհայտ է, որ սեպտեմբերից մինչև մարտ ամիսը այդ ծավալները ավելի են շատանալու, քանզի արդեն ձմեռը եւ էներգակիրների սպառման ծավալները բնականաբար շատանում են։ Եվրոպական միությունը շարունակում է ներկրել ռուսական էներգակիրներ, քանզի այն այլընտրանքը, որ նրան առաջարկում է Միացյալ Նահանգների կողմից, այդքան էլ հարմար չէ։ Հարմար չէ լոգիստիկ առումով եւ հարմար չէ գնով։ Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող հեղուկ գազը բավականին թանկ է եւ նաեւ լոգիստիկ առումով բավականին դժվարություններ է ստեղծում դրանք ստանալու համար։ Ավելին, Եվրոպական միության տնտեսությունը, հատկապես Գերմանիայի տնտեսությունը եւ մետաղագործությունը եւ մետաղաձուլական գործարանները աշխատում են ռուսական գազով եւ դրանք այլ վառելիքով փոխարինել ուղղակի անհնար է։ Կամ այդ գործարանները պետք է փակվեն, կամ Գերմանիան իր ընտրությունը պետք է կատարի։ Ինչու ենք շեշտում Գերմանիան, քանզի գաղտնիք չէ, որ Գերմանիան եւ Ֆրանսիան են հանդիսանում Եվրոպական միության տնտեսական շոկեքարշը, հետևաբար նրանք էլ հանդիսանում են եւ էներգակիրների ամենից մեծ սպառողը։ Բացի այդ, Եվրոպական միությունում այս պահին բավականին լուրջ խոսակցություններ են ընթանում առ այն, թե ինչու պետք է օրինակ Հունգարիան, Սլովակիան կարողանան էներգակիրները ձեռք բերել եւ Միացյալ Նահանգների կողմից դա ընդունելի համարվի, բայց Եվրոպական միության մյուս պետություններին դա արգելված է։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանում, բայց մի բան պարզ է, որ էներգակիրների առևտուրը շարունակվելու է, ռուսական բյուջեն շարունակվելու է համալրվել Եվրոպական միության կողմից վճարվող եվրոներով, որոնց քանակությունը այդքան էլ քիչ չէ։ Նշանակում է, որ պատերազմ, բայց տնտեսությունը եւ մարդիկ շարունակում են ապրել։ Հետևաբար Եվրոպական միության բարձրաստիճան ղեկավարությունը, չնայած հայտարարություններին, ըստ էության չունի այլ տարբերակ, քան շարունակել էներգակիրներ ձեռք բերել Ռուսաստանից։ Բայց մնում է մի հարց. եթե այդ էներգակիրները պետք է ձեռք բերվեին, այդ դեպքում ինչու սեփական ձեռքերով ոչնչացվեցին այն հոսքերը, որոնք անխափան էներգակիրներ էին ապահովում Եվրոպական միության համար, բացի այդ Եվրոպական միությունը ստիպված չէ լինում երրորդ պետությանը գումար վճարել եւ բավականին մեծ գումար տրանզիտ ապահովելու համար։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այս ուղղությամբ ինչպես են զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Վենեսուելայի հետ է կապված։ Մենք մեր նախորդ հանդիպումներում խոսել ենք այդ մասին։ Կոնգրեսը այդ պահին կարծես թե ստոպ ազդանշան էր տվել Տրամփին եւ արգելել էր Վենեսուելայի նկատմամբ որևէ ռազմական գործողություն իրականացնել, բայց պարզվում է, որ այստեղ էլ իրադարձությունները բավականին արագ են զարգանում։ Եվ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Հիմենեսը հայտարարում է, որ Վենեսուելայի վրա հարձակման պլանը անփոփոխ է մնում եւ որոշումը կարծես թե կայացվել է, ինչպես Հիմենեսն է նշում, եկել է փոփոխությունների ժամանակ։ Այստեղ խնդիրը այն չէ, թե Միացյալ Նահանգներում շատ մտահոգված են Վենեսուելայում ժողովրդավարության զարգացմամբ կամ ցանկանում են, որպեսզի այդ պետությունը զարգանա։ Տրամփի համար կարևորը Վենեսուելայի նավթն է։ Էներգակիրների այս փոփոխվող աշխարհում, երբ էներգակիրների թիվը անընդհատ ավելանում է եւ նրանց համար պայքարը թեժանում, Տրամփին օդ ու ջրի պես պետք է գտնել այլընտրանքային միջոց էներգակիրներ ստանալու։ Իհարկե հիանալի կլինի, եթե դա լինի հենց իր քթի տակ, Լատինական Ամերիկայում։ Սա նշանակում է, որ Վենեսուելան, ինչպես ասում են, հայտնվել է ոչ ճիշտ ժամին, ոչ ճիշտ տեղում։ Այստեղ խնդիրը Վենեսուելայի մեջ չէ։ Եթե այդ նավթը հայտնաբերվեր Լատինամերիկյան ցանկացած այլ երկրում, Տրամփը նրան էր մեղադրելու նարկոկարտորներին ուրեմն հովանավորելու եւ թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար, բայց քանի որ նավթը հայտնաբերվել է Վենեսուելայում եւ Վենեսուելան է հանդիսանում նավթի ամենախոշոր պաշարներ ունեցող երկրներից մեկն աշխարհում, հետեւաբար թմրանյութերի հետ կապված մեղադրանքները պետք է հնչեցվեն հենց Վենեսուելայի եւ նրա ղեկավարության հասցեին։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այս ուղղությամբ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իսրայելի հետ է կապված։
Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմը ավարտվել է, բայց դրա հետևանքները տարածաշրջանը շարունակում է զգալ։ Եվ տարածվում է տեղեկատվություն, որ Նեթանյահուն աշխատանքից ազատել է ոչ ավել ոչ պակաս Մոսադի ղեկավարին։ Պատճառը ըստ միջազգային լրատվամիջոցների այն է, որ վերջինս չի կարողացել կատարել Նեթանյահուի հանձնարարականը եւ Իրանում ապակայունացնել ներքին վիճակը։ Լրատվամիջոցները նաև նշում են, որ տևական ժամանակ է Նեթանյահուի եւ Մոսադի ղեկավարի միջև լուրջ տարաձայնություններ կան եւ վերջինս չէր կատարում այն հանձնարարությունները կամ յուրաքանչյուր հանձնարարություն, որ տրվում էր նրան Նեթանյահուի կողմից, համարելով դրանք շատ ռիսկային։ Եվ կա տեղեկատվություն, որ նրան կարող է փոխարինել Նեթանյահուի ռազմական հարցերով օգնականը, այսինքն նրա անմիջական ենթական։ Ըստ միջազգային լրատվամիջոցների մեծ հավանականությամբ խոսքը գնում է ինչ-որ գաղտնի օպերացիաների մասին, որոնք հրաժարվում էր իրականացնել Մոսադի նախկին ղեկավարը, բայց մեծ հավանականությամբ կարող է իրականացնել Մոսադի ներկայիս ղեկավարը, որը ապագայում կնշանակվի։ Ինչևէ, սա իր հերթին նշանակում է, որ տարածաշրջանում լուրջ զարգացումներ են հասունանում եւ այն գաղտնի օպերացիաները, որոնք հրաժարվում էր իրականացնել Մոսադի արդեն նախկին ղեկավարը, մեծ հավանականությամբ առանց որևէ առարկելու արդեն կիրականացնի Նեթանյահուի կողմից մոտ օրերս նշանակվող նորը։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այս ուղղությամբ եւս ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։